Անտառպատման համար նախատեսված 7000 տնկի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնկարանի աշխատակիցները հողից հանել, տեսակավորել ու խրամատավորել են։ Հայ անտառ ՊՕԱԿ-ի Սյունիք մասնաճյուղի ղեկավարը տեղում է գնահատում տնկիների վիճակը։ Արմատային համակարգից սկսենք, առողջ տնկիներ են, եւ ստեղ նայելուց հիմնականում նայում ենք, որ ինքը սնկային հիվանդություններ չունենա։ Տնկիները բոլորը առողջ են, բոլորը շատ լավ տնկիներ են։ 7000-ը կարմրաքարի, 5000 տնկի էլ աճանանի համար են նախատեսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնկարանում։ Սերմը ցանելու պահից հետևում ու խնամում ենք յուրաքանչյուր սերմնաբուսակ։ Հենց դա է բարձր կպչողականության գրավականը, ասում է կառույցի համակարգողը։ Անտառների վերականգնման շրջանակներում տնկարանային տնտեսության կողմից պլանավորվել է եւ լրացման աշխատանքների համար նախատեսվել է տրամադրել հիմնական անտառ կազմող տեսակներից թխկի, հացի, կաղնի, լորենի, բոլորը առողջ, բոլորը կպչողականությունը շատ բարձր տոկոս։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ շրջակա միջավայրի նախարարության Հայ անտառ ՊՕԱԿ-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ է Կապան համայնքում անտառային հողերի 2 տեղամաս անտառպատվում։ ԶՊՄԿ-ի հետ մեր համագործակցությունը քննարկումները սկսվել են դեռևս 2023 թվականին, պայմանագիրը կնքվել է եւ մեկնարկը պայմանագրի տրվել է 2025 թվականին։ Անտառպատվել է շուրջ 18 հեկտար տարածք Աճանանում եւ Կարմրաքարում, 11 հեկտար Կարմրաքարում եւ 8 հեկտար Աճանանում։ Այս պահին անտառպատված տարածքի վիճակը գնահատվում է բավարար, այսինքն մոտ 65-ից 68-69% մենք ունենք պահպանվածություն։ Կարմրաքարում Արամ Շագալյանն իր ձեռքով է տնկում կաղնիներն ու լորենիները։ Հորդորում տնկելուց հետո արմատների շուրջ բոլորը լավ սեղմել։ Եթե քամին հասնի բույսի արմատին, 90% հավանականությամբ այն կչորանա։ Աշունը մենք տնկին դնում ենք այն դեպքում, եւ որ ջրա հեռացում է տեղի ունենում։ Մենք կարանք նաեւ հունվար ամսին տնկիները տնկենք։ Ոչ մի խնդիր չի առաջանում, եթե մեր հողային շերտը ընդհանրապես սառած չի լինում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպաններն ամենօրյա ռեժիմով հետևում են աշխատանքներին թե Կարմրաքարում, թե Աճանանում։ Արձանագրում ծագող յուրաքանչյուր խնդիր։ Արդյունքներն ամփոփելիս էլ հպարտությամբ նշում 60%-ից ավելի կպչողականություն են դրսևորել տնկիները։ ԶՊՄԿ-ն պետության առաջ ուներ անտառ վերականգնման պարտավորություն, որը շատ բարեխղճորեն նախատեսվածից որոշ քանակություն էլ այս փուլի համար ավել իրականացրել է։ Հենց այս պահին Հայ անտառ ՊՕԱԿ-ի գործընկերների հետ մոտ 17554 ծառ համալրում ենք անելու մինչև տարեվերջ, մինչև այս մոտակա 2 շաբաթվա մասին է խոսքը, եւ նմանատիպ աշխատանքները արվելու է նաեւ 26 թվականին, 27 թվականին։ Կարմրաքարում եւ Աճանանում տնկված անտառային հատվածները բացառիկ են։ Դրանք ունեն ոռոգման համակարգեր, որ նորատունկերը բնության բարեհաճությանը չսպասեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2 տեղամասում էլ ամբողջական ցանց է կառուցել։ Կառուցվել է ոռոգման համակարգ, որոնք սնուցվելու են ավազաններից, որի մոտ կաղնած ենք։ Կարմրաքարը, որի անտառպատման մակերեսը կազմա 11 հեկտար, ստեղ կառուցվել է 2 հատ ավազան 150 մետր խորանարդ տարողունակությամբ, որոնք պարբերական ջրամատակարարում են ունենալու, որպեսզի համակարգը աշխատի, իսկ Աճանանը, որը 7 հեկտար մակերես է զբաղեցնում, իր ոռոգման համակարգի ավազանը մոտ 200 մետր խորանարդանոց 1 ավազան է, ընտրվել է հաշվարկի միջոցով, լրիվ բավարարում է տնկված ծառերի քանակին եւ ինչպես մի հատ էլ մատնանշեմ, որ առհասարակ շատ հազվադեպ է լինում, որ անտառային վերականգնման համար ոռոգման համակարգ են օգտագործում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնկարանում ստացված բույսերը կարելի է հանդիպել ամբողջ մարզում։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունն անմասն չի մնացել Քաջարանի, Կապանի, Ագարակի, նույնիսկ Սիսիանի կանաչապատման գործում։ Ավելի կանաչ Սյունիք ունենալու համար այս տնկարանը տրամադրել է շուրջ 50,000 ծառաթփատեսակ եւ մոտ 30,000 տարատեսակ ծաղիկների ու վարդերի թփեր։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։